Տիկին Ջուլհակյան, երբ դուք խոսում էիք եւ որևէ դեպք էիք ուզում, որ մատնանշենք, իմ կողքին նստած պարոն Ասլանյանը ասաց, որ ինքը որպես նման դեպք կգա եւ այդ ամբիոնին կկանգնի, սա իգիություն։ Հիմա մի ռեպլիկ էլ անեմ ձեր դիտարկմանը, թե որևէ միջազգային կազմակերպությունից չկա որևէ հարցադրում, 26 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների 6 անկախ փորձագետները Հայաստանի իշխանություններին մի շարք հարցադրումներ են հղել սրբազան պայքարի մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերի առնչությամբ։ Սա փաստ է, որը չեք կարող հերքել, հիմա իմ հարցը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևը հստակ ասում է, որ եթե ազատազրկումը քաղաքական շարժառիթներով է, եթե այն անհամաչափ է, եթե խտրական է կամ իրականացվում է ակնհայտ անարդար դատավարության արդյունքում, անձը համարվում է քաղբանտարկյալ, վստահ եմ այս բանաձևին ծանոթ եք։ Հիմա ուղիղ հարցս, ձեր իշխանությունը պատրաստ է արդյոք այս 5 չափանիշները կիրառել Հայաստանում կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչների եւ ընդդիմախոսների նկատմամբ։ Եթե պատրաստ չեք, խնդրում եմ նշել, թե այս չափանիշներից որոնք եք դուք մերժում, որոնց հետ համաձայն չեք եւ ինչու։ Շնորհակալ եմ, չափանիշներից եւ որևէ մեկը չենք մերժում եւ չենք պատրաստվում մերժել։ Քանի որ խոսք գնաց բանաձևի մասին եւ տիկին Մաթեոսյանի հարցին կարծեսի պատասխան չհասցրեցի ձեզ պատմել նախապատվությունը այս բանաձևի ընդունման։ Այս բանաձևի ընդունման նախապատմությունը սկսվել է 2001 թվականին դեռևս, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում էին անդամակցել Եվրոպայի խորհրդին։ Եվ արձանագրվել էր Եվրոպայի խորհրդի կողմից, որ Հայաստանում եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների այնպիսի մեծ թիվ կա, որ դա խանգարում է Եվրոպայի խորհրդին անդամակցությանը։ Եվ անդամակցությունը պայմանական ձևով կատարվեց պայմանով, որ երկու երկրները պետք է գնան եւ տնային աշխատանք կատարեն եւ քաղբանտարկյալների թիվը, եթե չզերոյացնեն, առնվազն մինիմալի հասցնեն։ Հետագայում կարող բազմաթիվ զեկույցներ կան, թե ինչ եղավ, ոնց եղավ, այնտեղ Հայաստանում այդ հարցով պրոգրեսը ավելի լավ գնահատվեց, Ադրբեջանում բնականաբար վատ, որովհետև այնտեղ պրոգրես առանձնապես չկար, բայց դա տեղի ունեցավ։ 2012 թվականին սա վերածվեց բանաձևի, այսինքն եթե միջև այդ կային քննարկումներ, ուսումնասիրություններ եւ այլն, 2012 թվականին վերածվեց բանաձևի սա եւ ինչու դա տեղի ունեցավ, որովհետեւ հետ մարտի 1-յան շրջանում, երբ բանտերը լցված էին քաղաքական բանտարկյալներով եւ այն ժամանակվա ընդդիմությունը Հայազգային կոնգրեսը Պարբերաբար գնում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը պարբերաբար գալիս էր Հայաստան, բարձրաձայնում էր քաղբանտարկյալների առկայության մասին եւ այլն, որոշվեց այդուհանդերձ ինչ-որ մի ֆորմուլա մտածել, որ դեպքում կարող է մարդը համարվել քաղբանտարկյալ, իսկ որ դեպքում չի կարող, որովհետեւ պարզ է, որ ամեն անգամ, երբ անձը դատապարտվում է, ընդ որում պարոն Վարդևանյանը այն օրը, եթե ճիշտ եմ հիշում, նշեց, որ պարտադիր չի, որ մարդը լինի քաղաքական գործիչ, որ այս չափանիշների հետ կապված, ասենք, ուսումնասիրություն իրականացվի, հասկացվի ինքը կարող է իր քաղաքական որևէ դրսևորման համար ենթարկվել է հետապնդման։ Եվ այդպիսի դեպքեր ունեցել են, օրինակ, եթե մենք նայում ենք Գրիշա Վիրաբյանի գործը, մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը իր բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության համար խայտառակություն է, Գրիշա Վիրաբյանն ինքը քաղաքական գործիչ չի եղել, բայց ինքը մասնակցել է հանրահավաքի եւ դրա պատճառով այնպիսի խոշտանգումների եւ հետապնդումների ենթարկվել, որ արձանագրվել, որ այդ մարդը քաղբանտարկյալ է։ Հիմա արդյոք մենք պատրաստ ենք այս բանաձևի միջով անցկացնել այն անձանց, որոնք որ քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այդ նախ պետք է հասկանանք պատճառահետևանքային կապը։ Մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու բերումով, թե հակառակը մարդիկ որոշել են մտնել քաղաքականություն եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ այդ քաղաքական գործի բան քաշել իրենց վրա շղարշ, որպեսզի հետո կարողանան ասել, որ գիտեք, այս քրեական գործը, որ սկսել էր նախանշվել մեր նկատմամբ, մենք սա քաղաքական հետապնդում է։ Ես Արձագանք Ջուլհակյան, ես ձեզ ուղիղ հարց
հնչեցրեցի, ես այս չխնդրեցի Չհասցրեցի հիմա ԵԽԽՎ 1900-րդ բանաձևի ընդունման պատմությունը, դա ինքներս էլ գիտենք, այնպես որ հարցին պատասխանեք ուղիղ։ Ձեր իշխանությունը պատրաստ է նշված չափանիշները կիրառել Հայաստանում կալանավորված քաղաքական գործունեություն իրականացնող անձանց եւ ընդդիմախոսների նկատմամբ, եթե ոչ, որ չափանիշն եք մերժում եւ ինչու։ Ձեր հարցին հատվածական պատասխանել եմ, ամբողջական չեմ հասցրել։ Ես ուղիղ պատասխաններից երբեք չեմ խուսափում Տիկին Ղահարամյանյան, կարծում եմ, որ հնարավորություն կունենաք դեռ համոզվելու դրանում։ Հատվածական պատասխանել եմ այն մասով, որ Մատ վերջին մասը կրկնեք նորից։ Խնդրում։ Հա, Մեկ խոսափողը։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլհակյան, նշված 5 չափանիշները մասամբ պատասխանել, հիշեցիք ներողություն խնդրում, մասամբ պատասխանել այն առումով, որ ասեցի, որ 5 չափանիշներից եւ որևէ մեկից չենք պատրաստվում հրաժարվել, մանավանդ որ մեր ձեռքը չի հրաժարվել։ Սա ԵԽԽՎ բանաձև է, մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք եւ փորձում ենք Եվրոպայի խորհրդի անդամին ներկայացվող պահանջներին բավարարել, այնքանով որքանով որ դա հնարավոր է այս պահին գործող ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների շրջանակներում պատրաստ ենք, բայց ոչ միայն քաղաքական գործիչների։ Ես կառաջարկեմ ձեզ առհասարակ բոլոր անձանց, որոնք կալանավորված են, այս չափանիշով անցկացնել եւ հասկանանք օրինակ անձը, որ կալանավորված է եւ որևէ քաղաքական գործունեություն չի իրականացնում, իր մասին հանրային ոչ միայն լայն շերտերը չգիտենալ, գուցե մենակ իր ընտանիքը գիտի, իր նկատմամբ այս պահին կիրառվող խափանման միջոցը, իր նկատմամբ կիրառվող պատիժը որքանով է համաչափ մեր պատկերացումների շրջանակներում եւ որքանով է դա համադրելի օրինակ ձեր կողմից ասած պայմանական քաղաքական գործունեություն իրականացնող մարդու խափանման միջոցի եւ այլնի հետ օրինակ մենք կարող է այս ուսումնասիրության արդյունքում բացահայտենք որ մի քաղաքացի որը որևէ մեկին հայտնի չի իր քաղաքական գործունեության բերումով ավելի խիստ պատիժ է կրում կամ ավելի ծանր խափանման ավելի խիստ խափանման միջոցի տակ է հիմա քան նույն քաղաքական գործունեություն իրականացնող անձը ես ձեզ վստահեցնում եմ որ կարող ենք